բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ ջան, թող բոլորիս օրը սկսվի ջերմ բարի խոսքերով, օրհնությունով, ավարտվի խաղաղ ուրախ, սիրում եմ բոլորիդ, իմ հարազատ դարձած հետևորդներ ջան, այսօրվա տեսահոլովակը սկսում եմ մեր այգու գիլասից և հավաքած ազնվամորիներից, սիրելիներս այսօր միասին սառեցնելու ենք ազնվամորին։ Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, եկեք միասին խմենք մեր առավոտվա բուրումնավետ համեղ կոֆեն, իրար մաղթենք բարի օր, խաղաղ օր, օրհնություններով լի օր։ Սիրում եմ բոլորիդ սիրելիներս, Մարինեն արդեն կոֆեն բերեց, դուք էլ ձերը դրեք, գիտեմ, որ սիրով կոֆեն խմում եք ինձ հետ։ Միացեք տիկին Մարինեին, միասին կոֆեն խմենք, մի փոքր էլ զրույցենք, նոր անցնենք մեր առօրյա գործերին։ Սիրելիներս, առաջին հերթին ուզում եմ շնորհակալ լինել բոլորիցդ, ձեր բարի մաղթանքների համար, ջերմ խոսքերի համար, որ այդքան հոգատար եք, գնահատում եք մեր բոլոր աշխատանքները։ Ես էլ ձեզ եմ գնահատում և սիրում սիրելիներս, անչափ անսահման շնորհակալ եմ։ Ես լավ եմ արդեն, չանհանգստանաք էլ սիրելիներս, շնորհակալ եմ նաև անհանգստանալու համար, Աստված օրհնի ձեր կյանքի բոլոր օրերը։ Սիրելիներս, ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք, միշտ լավ լինեք, միշտ ուրախ, հարգված և սիրված։ Հիմա խմենք մեր կոֆեն, այսօրվա իմ պլանների մասին մի քիչ ձեզ հետ խոսեմ, թե ինչ եմ որոշել պատրաստել։ Սիրելի հետևորդներ ջան, տեսակ, որ ազնվամորին հավաքում էինք, ես էլ մի քիչ մասնակցեցի, կադրից դուրս խոսեցին, որ ճանապարհը դե հողը հարթ չի, հանգարց նորից չընկնեց, մի խոսքով, բայց ես էլ մի փոքր ուզեցա օգնել, գոնե շարժվել, գոնե քաղել, սիրելիներս, ընդհանրապես չեն թողում հողի մեջ աշխատեմ։ Դե արդեն ուշ էր, հյուրեր ունեցանք, սիրելիներս, վերջում կտեղադրեմ, բայց հյուրը չցանկացավ իրեն ցույց տալ, իրեն ցանկությունը ես չեմ կարող մերժել։ Խմեմ, վերջացնեմ, դուք էլ ձերը խմեք, վերջացրեք, միասին գնանք տիկին Մարինեի խոհանոց։ Մեր սովորության համաձայն ամեն առավոտյան միասին ենք կոֆեն խմում, վայելում ենք միասին մեր դառը կոֆեն։ Դե ինչ, գնացինք սիրելիներս, հստեղ տեսեք սիրելիներս, մեծությունը տեսեք, մեծ, խոշոր, ընտիր, մալինա է, որը ասեցի, որ շատ փափուկ է, չեմ շարելու, ուզում եմ պիրոկ, քանի օր է ուզում եմ ճիշտն ասած, որ պիրոկ պատրաստեմ, չի ստացվում, բիսկվիթային խմոր, մածունը ունեմ, սիրելիներս, ալյուրը կա, շաքարավազը կա, բայց ժամանակը չի բավականացնում։ Հիմա կասեք, տիկին Մարինե, բիսկվիտ ինչ է, արագ պատրաստվող է, այո, արագ է, բայց դե ժամանակը չի բավականացնում, սիրելի հետևորդներ ջան։ Տեսեք, լրիվ գործերը վերջացրել եմ, դասավորել եմ, չնայած
դասավորելու հարկել չկա, երեկոյան ամեն ինչը անում, նոր պարկում ենք քնելու, լստեղ նայեք, ինչքան ընտիր է։ Աղջիկ է մարդի տալիս, իրելի հետևորդներ ջան։ Գովում եմ ու գովում, գովում եմ ու գովում։ Ախ սիրուն են, ոչ չգովամ։ Ախար համեղ են, ոչ չգովամ, արիք սրան չգովամ, լստեղ նայեք։ Բա սրան ոչ չգովամ։ Բա պետք է ամուսնացնեմ, թե չէ։ Պետք է սառացնեմ, թե չէ։ Վայ։ Հումորը չլնի, չի լի։ Պետք է հումոր էլ անենք, չէ, սիրելի հետևորդներ ջան, առանց հումորի կյանք չկա։ Դուք ինչ եք անում, փակոցների ժամանակն է, կոմպոտների ժամանակն է, ովքեր էլ ինձ հետ պատրաստում են, փակոցներ են անում, ուրախ ձմեռ, խաղաղ ձմեռ լինի, սիրելիներս, խաղաղություն, առողջություն լինի, որ կարողանանք մեր այս բերք ու բարիքը տիրապետենք, ոնց որ մեր մեծերն են ասում, տիրապետենք ձմեռն էլ ուրախ, բացենք, վայելենք, միայն խաղաղություն, թող աշխարհով մեկ խաղաղություն տիրի, առողջություն լինի, ուրիշ ոչինչ չենք ուզում, մնացածը աշխատում ենք, արարում ենք, ապրում ենք, այնպես չի, որ չենք կարող, աշխատող մարդը, սիրելիներս, որտեղ էլ ապրի, աշխատի, գեղեցիկ աղջիկների շարեցի, սիրուններս, պետք է գնաք սարցախցիկ, լավ իմացեք, այդպես չեմ թողնելու մնաք, ես մեկ, մի հատ էլ ձեզ հետ սիրուն հումորով, զրույցով, ինչքան ժամանակ ճիշտ է, որ հիվանդ էի սիրելի հետևորդներ ջան, ինչ էլ ասես տխրում ես հիվանդության ժամանակ, տրամադրությունդ այն չի լինում, որ ասեմ չեմ տխրել, ոչ, տխրել եմ, բայց Աստծու զորությամբ ուժով ոտք եմ կանգնել, փառք եմ տալիս իմ Տիրոջը, շնորհակալ եմ, որ մեր աղոթքների պատասխանը մեր Աստված լսում է, սիրելիներս, աղոթեք, ձեր հոգսերը հանձնեք Աստծուն, ամեն ինչ լավ կլինի, աղոթքների պատասխանը կստանաք։ Տիկին Շողիկ ջան, Ֆլորա ջան, Անահիտ ջան, Ժենյա ջան, բոլոր Անահիտներին, ջերմագին բարևները, բոլոր իմ յուտուբյան էջի բաժանորդներին, իմ համբույրներն եմ ուղարկում բոլորիդ, լավ մնացեք, ոչ մեկիդ չեմ առանձնացնում, սիրելիներս, դուք իմն եք, ես էլ ձերը, դուք դարձաք իմ սիրելին, ես էլ ձեր սիրելին, սիրելիներս, ոնց կարող է տարբերություն դնեմ։ Ուզում եմ ասեմ սիրելիներս, կարող է ձեր գրած գրառումները տեղ չի հասնում, դա չի նշանակում, որ ես չեմ պատասխանում, խտրականություն եմ դնում, քավլիցի, այդպիսի բան չկա, բոլորիդ էլ պատասխանում եմ, բոլորիդ գրածին էլ պատասխանում եմ, բոլորիդ էլ սիրում եմ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Սա մի քիչ լավ չի, թող մնա, սիրելիներս, այդ փափուկները շատ, տեսեք հասած է, կարիքը չկա, որ դնեմ, քանի որ լավերը ունենք, լավերն եմ ջոկում, սա էլ ասեցի, չէ, այսօր գործերը շատ են, սիրելիներս, բավականին շատ են, կարող է չհասցնեմ, վաղը կպատրաստեմ, եթե չեմ հասցնի, սա չեմ թողնի, սա կլվանամ, կհավաքվենք, կոֆե խմելուն, սա էլ կուտենք, ինչ ասեցիք, կվայելենք, սրանք մի քանի հատ փափուկ մնացին, հիմա, ահա, տեսեք, աղջիկներս ինչքան լավն են, ինչքան մեծ են, Բացիր աղտոտ պատուհանը, դուռդ լայն բաց,
Տեր Հիսուսը թող ներս գա, Տեր Հիսուսը թող ներս գա, Տեր Հիսուսը թող ներս գա, բաց իրախտոտ պատուհանը սիրտդ լայն բաց, Տեր Հիսուսը թող ներս գա, թող փառավորվի մեր Տերը երկնքում եւ երկրի վրա, սիրելիներս, տեսեք, գեղեցկուհիներս, ընտիր է, ընտիրություն, ախմոտ չլնեիք, սիրելիներս, սենց քաղեինք, երեք ցույց տվեցի, չէ, գիլասը քաղեցինք, մալինան կա, խնձորը կա, դամբուլը կա, չնայած դրանք չեն հասել, դրախտային ծաղիկներս կա, մեզ ինչ է մնում, մի հատ լավ սուրճ դնենք, մի հատ էլ էս մալինայով բիսկվիտ գցենք, նստենք մեր հողամասում, ասենք, խոսենք, ծիծաղենք, ուրախանանք, փառք տանք Տիրոջը, մեր գեղեցիկ օրը գեղեցիկ պարտեզում վայելենք։ Ցանկանում եմ ձեզ ամենալավն ու բարին, իմ բարի ժողովուրդ, իմ բարի հայ ազգ, աշխարհով մեկ սփռված իմ հայ ազգ։ Բոլորիդ լավն ու բարին եմ ցանկանում։ Ընդամենը 3 սինի ընտիր խոշոր լավ մալինաները շարեցի, այստեղ էլ ավելացել է փափուկները, կդնեմ սառնարանը, բայց մի փոքր շաքարավազ կցանեմ, նոր կդնեմ, սուրճի հետ երեխաներն էլ կուտեն, շատ օգտակար է օրգանիզմին, վիտամիններով հարուստ, հիմա դնեմ սառցախցիկը կսառի, կհանդիպենք սիրելի հետևորդներ ջան։ Սիրելիներս, մալինան արդեն դրեցի սառցախցիկը, հիմա երեկվա եփած վարենին, երեկոյան որ եփել եմ, արդեն լավ սառել է, հիմա պետք է լցնեմ տարաները, տեսեք, ինչ ընտիր ստացվել է, հատիկները չլխկված, գույնը անուշ, գեղեցիկ գույնով, համի մասին էլ չեմ ասում, որ շատ համեղ է, հիմա լցնեմ տարաները, լցնում եմ կես կիլանոց տարաներ, սիրելի հետևորդներ ջան, հարմար է կես կիլանոց, այնպեսի վարենի չի, որ միշտ բացես, երեխաները այդքան շատ չեն սիրում, մեծերս ենք սիրում, հիմա ուրախությունով լինի, ինչ փակում ենք սիրելիներս, առողջ, ուրախ, խաղաղ, երկնքի տակ վայելենք, տեսեք, մի քիչ ցած իջեցնեմ, որ ձեզ լավ երևա, սա էլ ժելեի նման պնդանալու հատկություն ունի, կարող ենք տաք վիճակում էլ լցնել, զակատել, բայց ես գերադասեցի մի քիչ, լավ սառի, նոր փակեմ, ահա, կրիշկաներն էլ լավ լվացել եմ, սրբել, չորացրել եմ, սա մեկ, հավասարաչափ խառնելով լցնում եմ, որ համ հատապտուղը հավասար լցվի, համ էլ սոկը, բոլորս էլ ինչ պատրաստում ենք, առողջ վայելենք, սա էլ երկրորդը, այս տարի ահավոր գներ են հատապտուղները, սիրելի հետևորդներ ջան, մալինան 800 ռուբլի, կարմիր սև սմառոդինան հաղարջը 700 ռուբլի, պատկերացնում եք ահավոր թանկ, ես միշտ, որ չունեինք հատապտուղներ, գնում էի 30 ռուբլի, կարմիրը սևը 40, իսկ մալինան գնում է 100 ռուբլի, տարբերությունը տեսքան մեծ է, հիմա հերթով լցնեմ,
Սիրելի հետևորդներ ջան, նոր արդեն կսկսեմ փակել։ Սիրելի հետևորդներ ջան, ընդամենը, տեսեք, մի փոքր այստեղ հատիկներ ավելացավ, սա էլ մուրաբայի սոկը։ Սա մի կողմ դնեմ, հիմա սկսեմ զակատել։ Ինձ մոտ ստացվեց մի հատ մի կիլանոց տարա, սիրելիներս, մի հատ 750 գրամանոց, 3 հատ էլ ստացվեց կես կիլանոց։ Ինչ էլ ստացվել է, ուրախությունով լինի, առողջ ամփորձանք վայելենք ձմռանը, խաղաղ ուրախ ձմեռ գա մեր վրա բոլորիս։ Վերջ, սա էլ փակվեցի։ Սիրելի հետևորդներ ջան, 2 կիլո 600 գրամ էր մեզ մոտ հաղարջը։ 2 կիլո 600 գրամին ավելացրել եմ, ուրեմն 2 կիլոն կիլո 600 և 2 կիլո եմ ուղիղ լցրել, սիրելիներս, 2 կիլո լցրել եմ։ Լցրել եմ 2 կիլոգրամ ուղիղ շաքարավազ, որտև հաղարջներն էլ է քաղցր, որ շատ քաղցր չլինի։ Հիմա տարաները կլվանամ, սիրելի հետևորդներ ջան, նոր կտեղավորեմ պոլկաների վրա։ Կլվանամ, սիրուն կսրբեմ, չնայած շիրա չկա, անենց եմ լցրել ծապրիով, ձագարով, կուլտուրական ասած, որ չի թափվել։ Հիմա կբերեմ, կչորացնեմ և կտանեմ իրեն տեղը կդնեմ։ Հիմա ձեզ ասեմ, տեսնենք որտեղ ենք հանդիպում։ Սիրելիներս, հիմա արդեն լավ սառել է, պետք է լցնել պակետները, տեսեք ինչ խշխշան իրարից ամբողվում է։ Լցնեմ տոպրակները և վակուում անենք։ Անտիր, հլստեղ նայեք, մեր հողամասինն է, մեր այգու բերքն է, հատապտուղն է, մեծությունը, խոշորությունը նայեք։ Պոկվեց, հիմա կլցնեմ պակետը, սիրելի հետևորդներ ջան։ Մի րոպե գնամ գթալ բերեմ, ավելի լավ է, հեշտ լինի։ Ահա, եկա, այսենց։ Սա մի պակետ շատ չի, կարողա տորթերի համար, երեխաները Բացենք, վերցենք, նորից կփակենք պետք է։ Ահա։ Չէ, մի անգամից ուզում եմ փոքր պակետներով լցնենք։ Ինձ թվում է հələ կտեսնեմ։ Լավ, հələ 4 սատ արա։ Հա։ Հիմա մեր նոր գնված վակուումի ապարատով ցույց կտամ։ Թե ոնց ենք վակուում անում։ Մարինկաս այսպես սառած սիրուն է ուտել։ Մանրները թողա ուտի։ Հիմա լցնում ցույց կտամ։ Տեսեք ինչ լավ։ Ոչինչ չեմ տակը փռել, սիրելի հետևորդներ ջան։
Եթե ուզում եք իմ տարբերակով պատրաստեք, սառեցնեք, ոչ մի բան հարկավոր չէ, ոչ մի բան, այստեղ հասած կար, այս մանրուքները հասածներն են, հիմա տանենք, վակում անենք, լցրեցի, հիմա հարսս վակումի ապարատով վակում կանի, այս ապարատը նոր ենք գնել, ցույց եմ տվել ձեզ, որակի մասին կասեմ ձեզ, ես ունեցել եմ, արդեն լավ չէր կպցնում, վակում չէր անում ավելի ճիշտ, հիմա միանգամից երկու գործողություն է կատարում, առաջինը վակումը քաշում է, տեսեք, երկրորդը միացնում ես, որ կպցնի, համբերատար սպասենք մինչև կպցնելը, մենք մի հատ արդեն կպցրել ենք կադրից դուրս, փորձարկել ենք սիրելիներս, սա արդեն ծանոթացել ենք ապարատին, երկրորդն ենք կպցնում, վերջ, սա առաջինն էր, մենք փորձարկեցինք, սա էլ երկրորդը, սիրելիներս, հիմա մնացածը կադրից դուրս, կհանդիպենք, երբ որ լրիվ արդեն կպցնենք, սիրելիներս, ահա վերջ, վակում արինք, վերջացրեցինք, ընդամենը 2-4-6 պակետ եղավ, բավական է, շատ չեմ լցնում, որովհետև սառեցրածը շատ պետք չի, որ սառեցնենք, այսքանով սիրելիներս, այս համեղության ֆոնի վրա էլ ավարտում եմ այսօրվա հոլովակը, մնացեք խաղաղությամբ, եղեք առողջ և օրհնված, ձեզ հետ էր ձեզ շատ սիրելի տիկին Մարինեն, հələ տեսեք, ինչ լավ եղել է, շատ լավ ապարատ է, բարին բոլորիդ հետ, մինչ նոր հոլովակ, ընտիր վակումի ապարատ է, կարող եք գնել և օգտագործել, ցանկացողներին արտիկուլը կթողնեմ, փակեցի նաև սև հաղարջի ընտիր մուրաբան,